Ամերիկայի Միացյալ Նահանգները երեկ ընդունել է ամերիկյան նախագահական ընտրություններին հաքերային գրոհներով միջամտելու համար Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշում։ Ռուսաստանցի 35 դիվանագետներ եւ նրանց ընտանիքների անդամները պարտավորվում են 72 ժամում լքել Ամերիկայի տարածքը։ Սպիտակ տան պահանջով ռուսաստանցի դիվանագետներին պատկանող երկու հանգստյան համալիրներ Մերիլենդում եւ Նյու Յորքում փակվում են, քանի որ արտաքսվող 35 ռուսները այնտեղ ոչ այնքան իրենց հանգիստն են վայելել, որքան զբաղվել են լրտեսական գործունեությամբ։ Ռուսաստանի ռազմական հետախուզության ԳՌՈՒ-ի, ինչպես նաև անվտանգության դաշնային ծառայության FSB-ի 9 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանվում են ֆինանսական պատժամիջոցներ եւ վիզաների արգելք։ Պատժամիջոցների են ենթարկվում 3 ընկերություններ, որոնք նյութապես աջակցել են հակերային գրոհներ կազմակերպող ԳՌՈՒ-ի մասնագետներին։ Դեռ դեկտեմբերի 9-ին The Washington Post պարբերականը հաղորդել է, որ ըստ կենտրոնական հետախուզության վարչության մասնագետների ռուս հակերների հարձակումների նպատակն էր վարկաբեկել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինտոնին եւ այդպիսով նպաստել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին։ Ինքը Թրամփը, ով նախընտրական արշավի ընթացքում գովեստով է խոսել Վլադիմիր Պուտինի մասին եւ ասել է, թե ցանկանում է բարելավել կապերը Ռուսաստանի հետ, մի քանի առիթներով պնդել է, որ չի վստահում ռուսական հակերային գրոհների մասին տարածված տեղեկություններին։ Այո, համակարգիչները ահագին բարդացրել են մեր կյանքը, ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում։ Այո, դրանք արագ են աշխատում, շատ բան են տալիս, բայց չգիտեմ, արդյոք ունենք անվտանգության պատշաճ մակարդակ, ասել է Թրամփը։ Ռուսաստանը դեռ նախորդին հայտնել է, որ անպատասխան չի թողնի ամերիկացիների գործողությունները։ Այսօր արտգործ նախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Սպիտակ տան դիրքորոշումը։ Уходящая американская администрация Барака Обамы, обвиняя Россию во всех смертных грехах, Բարակ Օբամայի հեռացող վարչակարգը Ռուսաստանին է մեղադրում բոլոր մահացու մեղքերի մեջ, փորձում է նաև մեզ մեղադրել արտաքին ասպարեզում իր նախաձեռնությունների ձախողման համար։ Дополнительные обвинения в том, что российская сторона на государственном уровне вмешивалась в избирательную кампанию в Соединенных Штатах. Առանց հիմնավորումներ ներկայացնելու մեզ մեղադրում է իրենց նախընտրական արշավին իբր միջամտելու եւ դեմոկրատական կուսակցության տեխնացուի պարտությանը նպաստելու համար, ասել է Լավրովը։ Նա հավաստիացրել է, որ Մոսկվան անպայման կձեռնարկի պատասխան գործողություններ։ Նա հաղորդել է, որ նախարարությունը նախագահին ներկայացրել է 3 տասնյակ ամերիկացի դիվանագետներին անցանկալի անձ հռչակելու, ինչպես նաեւ Մոսկվայի մարզում Սերեբրյանի բոր բնակավայրում ամերիկացիներին հատկացված հանգստավայրը փակելու Իսկ այսօր Մոսկվան դիմել է եւս մեկ անսովոր քայլի։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ արտաքսել ամերիկացի դիվանագետներին։ Մոսկվայում նկատել են տալիս, որ Օբամայի որոշումները ուղղված են ոչ այնքան Ռուսաստանի, որքան ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այդ օրինակ քայլերով ըստ Մոսկվայի Օբաման արհեստական խոչընդոտներ է ստեղծում Վաշինգտոնի ապագա ղեկավարի համար։ Այդ կարծիքն են հայտնում նաեւ Թրամփի թիմի անդամները։ Even those who are sympathetic to President Obama on most issues. Ասեմ ձեզ, նույնիսկ նախագահ Օբամային բոլոր հարցերում սատարողները հիմա ընդունում են, որ նա փորձում է անկյուն մղել Թրամփին։ Երեք CNN-ին ասել է Թրամփի ավագ խորհրդական Քելլինի Քոնվեյը եւ հավելել. Մեր երկրի պես մեծ դեմոկրատիայում այսպես չեն իշխանությունը խաղաղ եղանակով մեկ վարչակազմից փոխանցում մյուսին։ That's not the way that peaceful transitions of administrations work in our great democracy.